Ինչ սցենար է կանխատեսվում Գյումրիում։ Ընտրություններն ինչու այսպեսին եղան, մարդիկ ընտրեցին իրենց նմաններին։ Ամենածանրը այն կլինի քաղաքի համար, որ Մարտուն Գրիգորյանի խմբակցությունը որոշի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելուց հետո նիստերին չհաճախել կամ ձեռնպահ լինել կամ Վարդան Ղուկասյանին կաշխատեցնեն որպես քաղաքապետ իրենց ծրագրերը իրականացնել տալու համար։ Ընդդիմությունը ասում է, որ այնուամենայնիվ հասան իրենց նպատակին, որովհետև ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, ՔՊ-ն մարզպետի բերանով նշեց, որ իրենց պարտված չեն համարում։ Հիմա ի վերջո ՔՊ-ն պարտված է, ըստ թե ոչ։ Բերեք մի քիչ էլ քաղաքից խոսեք էլի։ Հիմա պատմեք էլի քաղաքն ինչպես եք զարգացնել, թե յոլա եք տանել։ Վարդան Ղուկասյանը կլինի առաջին քաղաքապետը, ով դատի է տալու կառավարությանը։ Կառավարությանը տատի տալու լիարժեք հնարավորություններ Ղուկասյան Վարդանը ունեցել է 99-ից 12 թվականներին։ Արդյոք Գյումրեցին իրապես դժվարու է ընտրության արդյունքում, եթե օրինակ ընդդիմադիր տեխնացու լինի քաղաքապետ։ Սուբվենցիոն ծրագրերի կախում այն հանգամանքից, թե համայնքապետը ՔՊ-ից է թե ոչ, չկա։ Հատկանշական է այն, որ Սարիկ Մինասյանը դեռ նախընտրական փուլում խայտարակ հայտարարություններ արեց տեղական турքերից մեկի մասին, քաղաքի տղու կերպարի համար էր արվել։ Բայց դա պոպուլիզմ է։ Նաև պոպուլիզմը է, թե չէ։ Սա նաև վկայում է այն, որ մարդը կոնկրետ տեղական ինքնակառավարման օրենսդրությունից տեղյակ չի եղել այդ պահին։